Այս կիրակի նշվում է Ծաղկազարդը, հիշեցնելով Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Այս օրը խորհրդանշում է խաղաղությունը, հավատը և մարդկանց սրտերում ծնվող հույսը։ Ժողովուրդը Քրիստոսին դիմավորում էր ուրախությամբ, ջուղեր փռելով նրա ճանապարհին, ինչն այսօր վերածվել է գեղեցիկ ավանդույթի, եկեղեցի գնալու և օրհնված ուռենու ջուղեր տուն բերելու տեսքով։ Միևնույն ժամանակ Ծաղկազարդը նաև մանուկների օրհնության օր է, երբ եկեղեցիներում հատուկ աղոթքներով օրհնվում են երեխաները, մաղթելով նրանց առողջություն, երջանկություն և պայծառափակա։ Այս տոնը յուրահատուկ ջերմություն ու լույս է բերում յուրաքանչյուր ընտանիք, հիշեցնելով, որ հավատը, սերն ու բարությունը ամենամեծ արժեքներն են մեր կյանքում։ Այս կիրակի գիտենք Ծաղկազարդն է, Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ և նաև մանուկների օրհնության օրն է։ Եվ Մինոսմինդիայի շրջանում առավոտյան 9:30-ից սկսում ենք արարողությունը և 9:30 Սուրբ Սարգիս եկեղեցում կկատարենք Անդաստանի և ջուղ օրհնելու արարողությունը, 10-ին կսկսենք պատարագը։ Պատարագի վերջում կօրհնենք երեխաներին, որից հետո արդեն կգնանք գյուղերը և կկատարենք այնտեղ ջուղ օրհնելու և երեխաների օրհնության կարգը։ Ուրեմն 12:30 կլինենք փոքր Արագյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում, 1-ին կլինենք Մեծ Արագյանի Սուրբ Խաչ եկեղեցում, 1:30 Սատխայի եկեղեցում կլինենք, 2-ին արդեն փոքր Խանչալիի Սուրբ Հակոբ եկեղեցում կլինենք, այստեղ 1 ժամ արանք կթողնենք, որից հետո արդեն ժամը 3-ին Ջիգրաշենի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում, 3:30 Վամզարայի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, 4-ին կլինենք Մեծ Գոնդուրայի Սուրբ Հակոբ եկեղեցում և 4:30 փոքր Գոնդուրայի Սուրբ Ղևոնդյանց եկեղեցում, այստեղ կկատարենք և մանուկների օրհնության կարգը և ջուղերը կօրհնենք։ Մենք արդեն մեր խաչքավորներին խնդրել ենք, որպեսզի դա պատրաստեն, իրենք ջուղերը կբերեն, ժողովուրդը տեղյակ կլինի և խնդրում ենք, որ իրենց մասնակցությունը բերեն, որովհետև Ծաղկազարդով սկսում ենք ավագ շաբաթը և ինքը ծիսական առումով շատ հագեցած շաբաթ է և պիտի խնդրեմ մեր հավատավոր ժողովրդին իրենց մասնակցությունը բերեն, որովհետև ամեն արարողություն յուրովի շատ հրաշալի արարողություն է և շատ կարևոր է մեր ժողովուրդը, որ մասնակցի ավագ շաբաթվա արարողությանը։ Հերթականությամբ մենք հայտարարությունները կտանք, որպեսզի չխառնենք մեկը մյուսի հետ, որովհետև այնտեղ կան կարակորթնեքի և հոտանվայի արարողություն, կա խավարման արարողություն, Քրիստոսի խաչելության թաղման արարողություն ունենք, ջրաքալույցի պատարագ ունենք և զատկական պատարագ ունենք։ Սրանք հերթականությամբ կհայտարարենք, որպեսզի մեր ժողովուրդը տեղյակ լինի և իրենց մասնակցությունը բերի, որովհետև գիտենք ապրիլի 5-ին մենք տոնում ենք զատիկը, բայց շատ կարևոր է նաև մեր մասնակցությունները այս ավագ շաբաթվա արարողությանը։ Պիտի նորից հորդորեմ բոլորին, որ Ծաղկազարդի օրը թող երեխաներին բերեն, որ օրհնենք, երեխաների օրհնության կարգն է և ըստ հերթականությամբ, երբ որ լինենք մենք գյուղերում, արդեն կհայտարարենք գյուղերում իրենց, երբ կլինենք իրենց գյուղերում և նաև հեռուստատեսությամբ նույնպես օրերը և ժամը կհայտարարենք հետագայում։ Այս սկսած երկուշաբթի օրվանից կհայտարարենք ինչ արարողություններ ունենք մենք մեր շրջանի եկեղեցիներում կատարվելիք։ Շնորհակալություն։